ինչ էր, թաքնված գոմիկներն էին, հա? Դուք գոմիկ սարքեցիք մարդկանց, ասում եք գոմիկ են, լավ չեք, դուք եք մարդուն գոմիկ սարքե, 12 տարեկանում, երբ որ դուք մարդուն բռնաբարում եք, ֆիքսված իր ուղեղը արդեն ուրիշ ձև է սկսում մտածել, ֆիքսված, իմ 12 տարեկան բռնաբարոցին հասում եմ Սերժ Սարգսյան, այդ արարը մեղելա քո տարին, երբ որ քո տարիներին բաց թողի վիճակ սկսվավ մանգատանը, ով ուզեց եկավ, ինչ ուզեց արեց, երեխեքին թողում էին անտեր անդուզ, ինչ ուզում անում էին մանգատանը, դառնում էին գոմիկ, դառնում էին պուտանկա, դրա համար մանգատան երեխեքին երբ որ անվանում եք փչացած, հիշեք, որ այդ փչացման կենտրոնը կայնած է երկրի ղեկավարի հետույքում, այդ ես գնացեք կայնեք, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը կփացրել է մանգատունը, որ վերահսկողություն լինի, ասում եք մանգատունը փագեց, 20 երեխու համար 300 հոգանոց շենքը ինչին էր պետք, ինչի պիտի երկրի իշխանությունը ձեր համար, ձեր, դուք գնացեք փողներ դրեք, պահեք մանգատունը, պահեք, երեխեքի գնացեք որդեգրեք, ձեր ընտանիք վերցրեք, հասկացար, ինձ ոչ մեկը չմեղադրի իմ գոմիկության համար, ինչ ոչ մեկը չմեղադրի, իմ գոմիկությունը ունի հիմքեր, ես այսօր կարող եմ թուլանամ, ընկնեմ, վատանամ, վատը զգամ, ոչ մեկը իմ թիկունքին չեք, իմ ցավի ու տառապանքի տարիներին ոչ մեկը չկայնակ, իսկ այսօր եկել ես հայրենասեր ես խաղում, զինվորի հետույքով ես ուզում Արցախը հետ բերես, զինվորի անունը չտաս գառլախշուն, դու ընդհանրապես իրավունք չունես զինվորի անուն շոշափես, ես չեմ ծառայ, բայց ես կարամ սովորեմ կրակել, ու այդ համ կայնեմ ադրբեջանցու բերանը ջարդեմ, իսկ դու ինչ կարաս անես քո քոր աչքերով, ասում եմ Ռոբերտ Քոչարյանը էլի տղա է, էլի Ռոբերտ Քոչարյանին մի կերպ հարգել լինում է, իր օրոք գործարաններ բացվել է, չենք կարա խափենք, ինչքան էլ ուզենք մեզ խափենք, մեզ չենք կարա, քո օրոք ինչ արվես Սերժ Սարգսյան, բարև լուսնյակաս, 10 տարիներում կերար գործարանները, փագեցիր Քյավառի գործարանները, կերար Քյավառի գործարանների փողը, էդ եղավ, ցացեք, լիքը բան ունեմ ասելու, բերանս մի բացեք, հասկացար, կպեք ձեր գործերին, Հարութի դժբախտության օրը դուք իրա կողը չեք եղել, իսկ այսօր ես իշխանության կողմն եմ, որտեղ իշխանությունը իմ կողմն է, հասկացել, դե կպի գործերիդ, Նիկոլ Փաշինյանի անունն էլ տալուց ատամները մինչև խորքը ժավելով լվա, այդ մարդու անունը տալով, քաղաքապետի անունը տալով ատամները լվա ժավելով, այսօր որ Ավինյանը մի քիչ ջղայնացած բանախոսում մամուլով տարածում եք սենց ասես, բայց ջղայնացրել եք ասեց, լավ անում քաղաքապետը իր թիմով, լավ անում իշխանությունը իր թիմով, ինչ անում են ձեզ քիչ են անում, ձեզ պիտի ոնց որ ինձ են 12 տարեկան մարը, այդպես ձեզ պիտի անեն, որտեղ դուք անուշադրության մատնեցիք իմ մանկությունը, ու դուք այսօր պատասխան պիտի տաք ձեր արած ամեն մի սխալ քայլի համար։ Լեզոր ռադել եք, ոչ մեկը տիշ չգա մեղադրի ինչ-որ բաների համար, եկել եք ինձ եք ասում, ճիշտ է լսեցիք, ես մանգատան սանեղած եմ, անցել եմ ամեն տեսակ դաժանություն, գլուխս են դրե կռավաթի տակ, դաժանությամբ եմ վերաբերվել, բայց էլի դաժան չեմ ձեր հանդեպ տրամադրվել։ Այսի պետք է ժողովուրդը լսի, որտեն է իրականում ով է, թասիբով ով չէ, անթասիբներ, եկել եք հայրենիք եք ուզում փրկեք, ոտերս կերել եք, այդ ձեր տղերքի որով կգնաք այդ հայրենիքը կփրկեք, մեր զուլալ տղերքի անունը քիչ շոշափեք, դուք այդքան չկաք, որ այդ տղերքի անունը շոշափեք, ձեր Սերժ Սարգսյան քո փեսեքից, քո տղերքից, որ մեկն է սաղմանին կայր է, որ մեկն է սաղմանի սառնությունը զգացել, ոնց որ մեր հիմիկվա տղերքը, որ մեկըդ, եկել եք ինձ եք բան բացատրում, ես էլի դաժան չեմ, դուք ուղարկի դաժան չեք տեսել, որ մտներ ձեր տուն կրակեր դուրս գար ու դրա պատասխանը տար ինչի համար, իմ 12 տարեկան դժբախտության համար սերժանձապ դու ես պատասխանատու, Ռոբերտ Քոչարյանին ես հարգում եմ, Ռոբերտ Քոչարյանին հարգում եմ, ներում եմ էլի, սիրում եմ բոլորիդ հայացք, պաչում եմ բոլորիդ, կխոսանք Աստված բոլորիս հետ։